Քրիստոս հարյավ իմերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավ իմերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավ իմերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն Ճշմարիտ եմ ասում ձեզ որ կգա ժամանակ եւ գերեզմանները կբացվեն նրանք ովքեր գերեզմանների մեջ են դուրս կգան ովքեր բարիք են գործել կապրեն իսկ ովքեր չարիք են գործել հավիտենական մահով պիտի մեռնեն Սուրբ Հարության 4-րդ կիրակին է սիրելիներ Այն մեր եկեղեցում կոչվում է Կարմիր կիրակի որ խորհրդանիշն է Քրիստոսի թափված արյան որով եկեղեցին հիմնվեց եկեղեցին ծաղկեց շարունակում է ամեն տեսակ փորձությունների, հալածանքների, նեղությունների ապրել։ Այն բոլոր նահատակների, սուրբերի արյան գնով, որ եկեղեցին այսօր իբրև Աստծոտուն, իբրև Նոյան տապան փոխանցված է մեզ, որպեսզի մենք կարողանանք նրա մեջ մտնելով ապրել այս աշխարհի մեջ։ Այս աշխարհալեկոծություններից, փորձություններից, հարձակումներից, նավաբեկությունից, ամեն տեսակ դժվարություն հավատքի, հույսի ճանապարհով անցնել։ Եվ այս ամբողջ խորհրդի մեջ Տիրոջ խոսքն էր, երկու բառ կար այսօր շատ կարևոր ավետարանական ընթերցումի մեջ։ Կգա ժամանակ եւ կլսեն։ Երբ կգա այդ ժամանակը, երբ պիտի լսեն մարդիկ։ Այսօր երկու կարևոր իրականության մասին խոսեց։ Ասում է կգա ժամանակ, որ գերեզմանները կբացվեն, մեռյալները դուրս կգան, եւ ասում է մարդու որդու ձայնը կլսեն մեռածները։ Ուրեմն երկու տեսակ մեռածների մասին այսօր խոսում Տերը։ Ապրող մեռելների եւ արդեն ննջած, մահացած մարդկանց մասին։ Մարդիկ, ովքեր մեր շուրջը ապրում են, քայլում են, խոսում են, բայց իրենց ներսում գերեզման է, դատարկություն։ Այնտեղ չկա սեր, այնտեղ չկա հույս, այնտեղ չկա մխիթարություն, այնտեղ չկա կյանք, որով դու կարող ես ապրել եւ դիմացին ապրեսնել։ Եվ այս քայլող ննջեցյալ մեռելների մասին է, որ Տերն ասում է կգա ժամանակ, որ նրանք Աստծո որդու ձայնը կլսեն։ Մենք ուզենք թե չուզենք մի օր պիտի կանգնենք Տիրոջ առջև։ Հավատացել ենք կամ չենք հավատացել, սիրել ենք, ատել ենք, մերժել ենք նրան, կարևոր չէ։ Պիտի կանգնենք Տիրոջ առջև եւ այդ ժամանակ այլևս չի խոսելու ոչ փողը, ոչ իշխանությունը, ոչ պաշտոնը, ոչ հեղինակությունը, Տերը միայն պիտի խոսի եւ մարդիկ պիտի լսեն Տիրոջը։ Եվ եթե դու քո կենթանության ժամանակ չես լսել նրա ձայնը, մերժել ես լսել նրա ձայնը, երբ որ գա ժամը արդեն, դատի ժամը, դու պիտի վախենաս եւ ինչից պիտի վախենաս հավիտենական մահից։ Այս աշխարհի մեջ մենք ով էլ որ լինենք, ինչպիսին որ լինենք, ինչ էլ որ անենք, սուրբ կյանքով ապրենք, թե մեղավոր կյանքով ապրենք, մեկ է մեր կյանքի օրերը սահմանափակված են, ժամանակավոր է։ Վաղ թե ուշ Աստծո հրամանը մեզ էլ պիտի հասնի։ Հող եւ հող պիտի դառնաս։ Եվ ինչպես Սողոմոն իմաստունն է ասում, կա ժամանակ ապրելու, կա ժամանակը մեռնելու։ Մարմինը պիտի վերադառնա հողին, հոգին պիտի վերադառնա Աստծո մոտ։ Եվ շատ կարևոր է այս ժամանակի մեջ, որ կգա Տերն ասում է, ինչ ենք մենք լսել եւ ինչ ենք ուզել որ լսել։ Պողոս Արաքյալը, որ միայնակ ամբողջ Եվրոպան քրիստոնյա դարձրեց, գիտեր բոլոր տեսակի ազգերին, նրանց մշակույթը, նրանց սովորությունները, ասում է ցավոք կգա մի ժամանակ, որ մարդիկ էլ պիտի գնան այնպիսի քարոզիչներ գտնեն, այնպիսի մարդկանց գտնեն, ովքեր իրենց ականջներին հաճելի բաներ պիտի խոսեն։ Ոչ թե պիտի խոսեն մեղքից, ոչ պիտի խոսեն մահվանից, ոչ պիտի խոսեն դատաստանի մասին, այլ պիտի խաբեն այս երկրավոր կյանքի բարիքներով, որ դու կարող ես, դու ուժեղ ես, դու կարող ես այդ ամենը իրականացնել, դու պիտի հասնես այդ փառքին, բոլորը քեզ պիտի լսեն։ Սա է աշխարհի խոսելիքը մարդու հետ։ Եվ մենք ինչ ենք ախորժում լսել, որ մի օր պիտի գնանք դատաստանի, մեր մաքրությունը չպահած, թե պիտի Աստծո խոսքը լսենք, որպեսզի մենք ապրենք։ Քրիստոս, որ եկավ այս աշխարհ, այն մի ժամանակաշրջան է, որտեղ մարդիկ ատում էին Աստծուն, ըմբոստ էին Աստծո հետ, հաշտ չէին։ Քրիստոս եկավ, որպեսզի մարդուն նորից հաշտեցնի Աստծո հետ։ Եկավ քաղցր ձայնով. Ինձ եկեք, հոգնածներդ, ծանրաբեռնվածներդ, ես կհանգստացնեմ ձեզ։ Մարդիկ չուզեցին իրենց մեղքերով հոգնած, ծանրաբեռնված
մոտենալ Տիրոջը։ Այլտեղ փնտրեցին այդ հանգստությունը։ Ինչպես մենք այսօր, որ նույն մշակույթային քրիստոնյաներս, որ մենք անուն ունեն քրիստոնյայի, բայց ոչ գործը, ոչ ճշմարտությունը, ոչ այդ հավատքի արդարությունը, մենք էլ շատ հաճախ այլ ձայների ենք լսում, թողնում ենք Տիրոջ, ասում ենք դու սպասիր, մենք քիչ հետո կվերադառնանք։ Բայց պիտի կանգնես այսպես թե այնպես նրա առջև եւ ինչ ես դու լսել։ Երբ որ տեսնում ես մարդուն փողոցով քայլող մեռածի պես, հագու կապը լավն է, գեղեցիկ կազմվածք ունի, տեսք ունի, բայց ներսում դատարկություն է։ Մխիթարություն չկա, ցավ կա այնտեղ, հույս չկա այնտեղ, լույս չկա, սերը մարել է իր մեջ, հույսը մեռել է իր մեջ, սեր այլևս չի ջերմացնում ոչ մեկին, եւ մարդիկ անտարբեր ապրում են եւ աշխարհն այսօր այդ անտարբերության մեջ է։ Մահացավ, ստեսություն, նոր կյանք է մեզ սպասում։ Հիվանդ ես, մենք ուրիշ առողջին պիտի գտնենք։ Նույնիսկ ընտանիքի մեջ ամուսներս մեկը հիվանդանում է, մյուս արդեն մեկ այլտեղ նոր կյանք է փնտրում, մոռանալով որ խոստացել էր այս մեկին մինչև իր մահվան ժամը հոգ տանել ու սիրել։ Ընկերը տկարացավ, աղքատացավ, մեղքի մեջ ընկավ, դու մնա այստեղ, մենք նոր ընկերներ պիտի փնտրենք, նոր հարուստ պիտի փնտրենք, նոր ավելի պաշտոնավոր մեկին պիտի փնտրենք։ Սա աշխարհի ձայնն է, որ ամեն օր մարդուն կանչում է։ Իսկ Քրիստոս ասում է կգա, որ կլսեն մարդու ձայնը, եւ երբ պիտի հառնեն, ասում է, որ գերեզմանները բացվեն, արդեն այն մարդիկ, ովքեր լսել են կիսատ պրատ, լսել են ամբողջական, դուրս պիտի գան գերեզմաններից, ովքեր բարիք են գործել, ասում է, կապրեն, ովքեր չարիք են գործել, կմեռնեն։ Այստեղ բարիք գործելը չհասկանաք, որ բարեգործություն են արել, ողորմություն են տվել։ Բարիք գործելու առաջին իմաստը Քրիստոսին հավատալն է։ Ով է լսել Քրիստոսի ձայնը եւ հավատացել։ Քրիստոս ասաց. Ես եմ կյանքի ջուրը, ով գա եւ խմի այդ ջրից, երբեք չպիտի ծարավի։ Բայց մենք տարբեր աղբյուրներ ենք փնտրում մեր ծարավը հագեցնելու համար։ Տերն ասում է. Ես եմ կյանքի հացը, ով այս հացից ուտի, ես նրա մեջ պիտի բնակվեմ, բայց մենք այլ հաց ենք բերում մեր մեջ եւ Հիսուս չի գալիս մեր մեջ բնակվելու։ Հիսուսը ես եմ կյանքը, ճշմարտությունը, ճանապարհը, մենք այլ տեղ ենք կյանք, ճշմարտություն եւ ճանապարհ փնտրում հասնելու համար։ Եվ այս ճանապարհի ընթացքում մենք շատ-շատին էլ գայթակղության պատճառ ենք դառնում, շատերին մոլորեցնում ենք, շատերին կործանման պատճառ ենք դառնում, որովհետեւ մենք սխալ ենք լսել, սխալ ենք հասկացել եւ այդ սխալ հասկացածը փոխանցել ենք հաջորդներին։ Մի օր Ամերիկայի մի մեծ քաղաքում խցանման ժամանակ սիրելիներ, ոստիկանը լսում է, որ մի մեքենայի մեջից մի երիտասարդ կին հայոյում է դիմացի մարդկանց, սարսափելի հայոյանքներ է տալիս։ Եվ կարծելով, որ մեքենան գողացված է, սա փախնում է, ձերբակալում տանում է ոստիկանություն։ Մի քանի ժամ պահել հետո գալիս ասում են ներողություն, դուք ազատ եք, գնացեք, ոչ մի խնդիր չկա։ Կինն ասում է, իսկ ինչու ինձ ձերբակալեցիք։ Ասում է, գիտեք, ասում է, երբ որ ես մոտեցա մեքենային, մեքենայի ապակու հետևում գրված էր. Եթե Հիսուսին հավատում ես, իմ հետևից արիր եկեղեցի։ Բայց երբ որ տեսա դուք հայոյում եք, մարդկանց վատ բառեր եք ասում, կարծեցի դե դուք հանցագործ եք։ Նույն այսպես էլ մեր կյանքն է, սիրելիներ։ Մենք շատ հաճախ լսում ենք, մեր լսածը երբեմն փոխանցում ենք, բայց մենք սխալ ենք ապրում եւ մեր փոխանցածը մարդիկ սխալ են ընկալում։ Մեկ բան է Հիսուսին լսելը, մեկ բան է լսածով ապրելը։ Սրանք տարբեր բաներ են մեր կյանքի մեջ։ Դրա համար Հիսուս ասում է կգա ժամանակ, այդ ժամանակը հիմա է։ Մեռնելուց հետո մենք չենք կարող լսել։ Դավիթ մարքն ասում է գերեզմանի մեջ ով քեզ պիտի ճանաչի, Տեր, ով գերեզմանի մեջ քեզ պիտի լսի, եթե ոչ այսօր այս աշխարհի մեջ։ Այդ ժամանակը այսօր է։ Սուրբ Գիրքն ասում է մեր փրկության օրը վաղը չէ, 5 օր հետո չէ, 10 օր հետո չէ, այսօր է փրկության օրը։ Այս պահին, որ դու լսեցիր ու ապրեցիր, այս պահին, որ հասկացար, թե Հիսուս ինչ իր կյանքը զոհաբերեց քեզ համար։ Երբ որ դու իրեն ատում էիր, ինչպես ինքը քեզ համար զոհվեց։ Մեր մեջ չկա այդպիսի մարդ, որ մեկ իրեն ատի, մենք պատրաստ լինենք իր համար զոհվելու։ Մեր կյանքը տալու այդ մարդու համար։ Նույնիսկ հակառակը, երբ որ այդ մարդուն դժբախտություն է պատահում, մենք ավելի ենք ուրախանում։ Բայց Հիսուս գալիս է ասելու, որ հիմա է լսելու ձայնը, լսիր, բացիր ականջներդ։ Մենք այսօր սովոր ենք ամբողջությամբ լսել չարախոսություն, լսել անեծք, լսել սուտ վկայություններ, լսել սուտ մատնություններ։ Մենք վարժվել ենք, երբ որ ճշմարիտ խոսքեր լսում ենք, մենք այլևս չենք էլ հասկանում։ Ես ձեզ բարձ օրինակ բերեմ, սիրելիներ։
Ես հաղորդում եմ նկարում, դնում եմ YouTube-ի մեջ, որևէ նյութի մասին։ Տեսնում ես մարդ անգամ չի նայել, բայց տակը գրել է։ Ինչպես կարող եմ այս հարցը լուծում, բայց այդ հարցի մասին խոսել եմ նյութի մեջ։ Ինքը չի լսել։ Պարզապես վերնագիրը նայել է ու որոշել է հարց տալ։ Մենք այդպես ենք, Տիրոջն էլ ենք այդպես մոռանում։ Տերն ասում է. ինձ մոտ եկեք հոգնածներ, ծանրաբեռնվածներ, մենք ասում ենք Տեր, ո՞նց այս հարցը լուծենք, բայց քեզ ինքը լուծումը տվել է։ Եթե ասում ես ինձ փնտրեք, մնացած ավելին ինչի կարիք որ դուք ունեք, ավելիով կստանաք այս աշխարհի մեջ։ Բայց գալիս ենք Տիրոջն ենք Տեր, ինչպես անենք որ ավելիով ստանանք, առանց իրեն փնտրելու, առանց իր ներկայությունը զգալու, առանց իր հետ ապրելու։ Կամ երբեմն տեսնում ես մարդիկ նյութի տակ այսպես ամեն են գրել, բայց նյութը ամենի հետ կապ չունի։ Ընդհանրապես կապ չունի ամենի հետ։ Այնտեղ հայոյանք է գրված երբեմն։ Մարդիկ գրել են ամեն։ Առանց հասկանալու։ Ինչու? Որովհետև քո ականջը մի սովոր է այլ բան լսելու։ Կամ երբեմն մարդիկ լսում են, բայց դուր չի գալիս այդ լսած իրենց, փակում են ականջները եւ այլ տեղ են գնում լսել։ Դրա համար ասում է կգա ժամանակ, որ մարդու որդու ձայնը կլսեն բոլորը։ Երբ Տերը գա, հրեշտակապետ Նազդարարի Աստծո փողը հնչի, բոլորը պիտի լսեն։ Ասում այդ ժամանակ լացուկոս պիտի լինի։ Մարդիկ պիտի խառնվեն իրար։ Ամեն մեկը պիտի ծանոթներ փնտրի, բարեկամ փնտրի, ո՞նց անենք, միջնորդենք, որ մենք մի բան անենք, փրկվենք։ Հնարավորություն չի լինելու սիրելիներ։ Հիշեք աղքատ Ղազարոսի առակը։ Մեծահարուստը լաց էր ասում էր հայր Աբրահամ, տանը ինպես 5 եղբայր ունեմ, խնդրում եմ Ղազարոսին ուղարկիր գնա իմ հորենական տուն, որպեսզի եղբայրներս ինպես չհայտնվեն այստեղ տանջվելու։ Եվ հայր Աբրահամն ասում է նրանք օրենք ունեն, մարգարեություններ, Մովսես ունեն, եթե չեն հավատացել, մեկն էլ որ գերեզմաններից դուրս կա գնա, նորից չեն հավատալու, որովհետև չեն լսել առաջինը, Տիրոջ ձայնը։ Երբ որ դու առաջնային քո ականջը չես բացում Տիրոջ ձայնը լսելու համար, ուրիշ ով ինչ կասի այլևս էական չէ մեզ համար սիրելիներ։ Մենք չենք լսելու։ Եվան ինչու կերավ պտուղը, որովհետև չէր լսել Աստծո ձայնը, որ ուտես կմեռնես։ Նրան ասել էր Ադամը, բայց նա Ադամին չէր հավատացել։ Այնպես էլ մեր կյանքի մեջ է։ Մենք բոլորին ուզում ենք լսել, հետո մեզ թվում է թե մենք ուժեղ ենք, ով պիտի փրկվի։ Ձեզ թվում է ուժեղները, կատարյանները, ոչ։ Փրկվել են նրանք, ովքեր լսել են։ Նրանք չեն, ովքեր եկեղեցում կոչումներ ունեն, պաշտոններ ունեն, այնով եկեղեցու մեջ են եղել, չէ։ Նրանք, ովքեր լսել են, նրանք պիտի փրկվեն։ Նրանք, ովքեր Տիրոջ քաղցր ձայնը լսել են ու հավատացել են, որ Տերն է կյանքը, Տերն է լույսը այս աշխարհի, Տերն է ճանապարհը, Տերն է ճշմարտությունը, Տերն է մեր հարությունը, ովքեր հավատացել են այս ամենին։ Դրա համար առաքյալն ասում է, եթե որևէ մեկը չի հավատում մեռելների հարությանը, Քրիստոսի հարությունն էլ է մերժում։ Այդ պարագային ասում է, զուր է մեր քարոզությունը, զուր է նաև ձեր հավատքը։ Եթե դու չես հավատում այս խոսքին, ինչպես Հովհաննես առաքյալն ասում, մենք տեսանք, զգացինք, շոշափեցինք, ապրեցինք, լսեցինք, դա ենք վկայում, բայց դուք չեք հավատում մարդիկ։ Սա է Տերը մեզանից պահանջում։ Եվ երկրորդ կարևոր պատգամ այստեղ ասում է, եթե մեկն ասում է, սիրում է Աստծուն, բայց ատում է եղբորը, սուտ է խոսում։ Ով ասում է, որ ինքը մեղքեր չունի, սուտ է խոսում։ Մենք բոլորս մեղքեր ունենք, սիրելիներ։ Բայց մեր մեղքերը այնպեսին չպիտի լինի, որ նախ մենք մեղադրելի կյանք ունենանք, մեզ մեղադրեն, երկրորդ այդ մեղքերը պատճառ չդառնան գայթակղեցնել ուրիշներին։ Եվ եթե դու Աստծուն սիրում ես, բայց քո նմանին չես սիրում, ասում ես զուր է, որովհետև դու Աստծուն չես տեսել, ինչպես ես սիրում, իսկ նրանում որ տեսնում ես ամեն օր մերժում ես։ Այս բարիքը դրա մասին է, թե ինչպես ես Տիրոջ խոսքը լսել ու ապրել։ Եթե չարիք ես գործել, մի հասկացեք այստեղ չարիքը, մարդ ենք սպանել, գողություն ենք արել։ Չէ, Աստծո խոսքը չարիքի համար ենք օգտագործել։ Սատանան Աստծո խոսքը օգտագործում է իր պետքերի համար, մարդկանց գայթակղելու համար։ Տես ասում է, այսպես է գրված Աստվածաշնչի մեջ, այսպես է ասում Տերը, այսպես է ասում առաքյալը, բայց ինքը չի պահում այդ խոսքերը։ Ինքը պարզապես այդ խոսքերը խոսում է մարդկանց գրավելու համար։ Եվ եթե դու մտածում ես, որ իր հավատալիքը այլ է, քոնը այլ է, եւ երկուսիդ գործը կարող է մեկ լինել, դու փրկվես, չկա այդպիսի բան։ Կամ Քրիստոսի հետ պիտի լինես, կամ աշխարհի հետ։ Ով որ աշխարհի հետ է բարեկամություն անում, նա թշնամի է Աստծուն։
Չի կարող աշխարհի հետ լինել մեկը եւ սիրել Աստծուն։ Մեկ լարի վրա դու չես կարող խաղալ, համ քրիստոնյա լինել, համ աշխարհասեր ու դրամասեր լինել։ Դու չես կարող ասել ես եկեղեցու մեջ եմ, ապաշխարած եմ, բայց անապաշխար մարդու պես դրամասեր ու աններող հոգի ունենալ։ Դու չես կարող ասել, որ ես ապաշխարել եմ, նոր մարդ եմ դարձել, երբ քո կողքի ապրող մարդը նույն սխալներով է ապրում, ինչ որ դու։ Եվ դու նաև փակում ես նրա ճանապարհը, թե նա ասում է, սա է ապաշխարած մարդը, ես չեմ ուզում այս մարդու պես լինել։ Դրա համար ասում է կգա ժամանակը, բայց ժամանակը հիմա է, սիրելիներ։ Ուրեմն ինչ պիտի անենք մենք քրիստոնյաներս։ Նախ եւ առաջ այս հարցը ինձ ամեն օր մարդիկ գրում են, ինչպես անեմ հավատքը շատացնեմ, ինչպես անեմ, որ ավելի շատ սիրեմ։ Առաջին քայլը, որ մարդը պետք է անի, Սուրբ Գիրքը խորապես կարդալն է։ Ոչ թե ընթերցանության համար, այսպես թերթելու, տեսնեն այնտեղ ինչեր կա գրված։ Ամեն բառը ապրելու համար, ամեն բառը լցնելու քո հոգու մեջ, հասկանալ Տերն ինչ է ուզում։ Երկրորդը մենք դադարել ենք աղոթել։ Մեր աղոթները լռել են։ Մենք շուրթերով ենք մեր բերանները բացում, փակում։ Մեր սրտի մեջ փական կա դրած, քար կա դրած այդտեղ։ Մեր սիրտը չի բացվում ասում։ Դրա համար մենք տարիներով աղոթում ենք ու մեր կյանքը նույնն է։ Ոչ մի բան չի փոխվում մեր կյանքի մեջ։ Երրորդը ամենակարևորը այսօր Հիսուսի խոսքն ասում է. ինչու ես եկա, ոչ թե իմ կամքը փնտրելու, այլ նրա ով ինձ ուղարկեց։ Մենք Աստծո կամքը չենք փնտրում այս աշխարհի մեջ։ Մենք մերժում ենք, որովհետև Աստծո կամքը որոշակի զոհողություններ է մեզանից պահանջում։ Աստծո կամքը որոշակի զսպացություն է մեզանից պահանջում։ Աստծո կամքը համբերություն է մեզանից ակնկալում, բայց մենք ուզում ենք, որ ամեն բան այս արագացող արհավիրքի մեջ արագ մեր կյանքի մեջ էլ կատարվի։ Եվ սա է պատճառը, որ մենք չենք կարողանում լսել, ապրում ենք իբրև քայլող մեռելներ, հետո ֆիզիկապես պիտի մեռնենք, դնեն հողի մեջ, հետո երբ որ հարություն առնենք, չգիտենք ապրելու ենք, թե մեռնելու ենք։ Բայց Երանի այն մարդուն, ով այդ վստահությամբ է փակում իր աչքերը, որ երբ որ գա ժամը, իր գերեզմանը բացվի, ինքը դուրս գա, ինքը վստահ լինի, որ Քրիստոսի հետ պիտի ապրի։ Սա է մեր առաքելությունը այս աշխարհի մեջ, սիրելիներ։ Եվ այսօր կարիք չունենք մենք մեր հավատքի համար այրուն թափելու, նահատակվելու, կարք ընդամենը պետք է պայքարել այն մեղքերից, որ մեզ օտարացնում է։ Անշնորհակալ հոգի ունենալուց, քո սեփական շահը փնտրելուց, դիմացինիդ ոտնահարելուց, դիմացինին արհամարելուց, դիմացինի կարծիքը նվաստացնելուց։ Սա ամենավտանգավոր երևույթն է, իսկ ամենասարսափելին այսօր անտարբերությունն է։ Նախ մեր հանդեպ, մեր հոգու փրկության հանդեպ եւ մեր դիմաց ապրող մարդու հանդեպ։ Եթե կարողացանք այս ամենը փոխել, շուռ տալ, ուրեմն լսել ենք Տիրոջը։ Եթե չենք կարողանում, ուրեմն մեկ այս կանգնջով մտել է, մյուսով դուրս է եկել եւ ոչինչ մեր կյանքի մեջ չի փոխվել։ Մենք մնացել ենք նույնը։ Տեսանք, բայց չտեսանք։ Լսեցինք, բայց չհասկացանք։ Տեսանք, բայց չկարողացանք ունենալ։ Ինչպես մեր ժողովուրդն է ասում, գնանք ծովի ափը, ծառավ հետ կվերադառնանք, այսինքն չես հագեցել։ Չես հագեցել տեսածիցդ։ Ուրեմն ինչ ես դու փնտրում եւ ինչ ձայն ես ուզում որ լսի քեզ համար։ Երկնքից երկու անգամ հայրը Հիսուսի համար ասեց. «Դա է իմ սիրելի որդին, նրան լսեք»։ Աստվածամայր եկավ ասեց. «Ինչ որ Հիսուս ասի, արեք»։ Սրանք ամենամեծ պատգամներն են մարդուն։ Լսեք եւ հետևեք, ինչ որ ասի, արեք։ Եթե պատրաստ ենք անելու, ուրեմն մենք էլ այս կարմիր կիրակի խորհրդով թույլ կտանք, որ մեր մեջ եղած մեռելությունը հարություն առնի։ Այն կաթիլ արյունը, որ թափվեց հայրապետի վրա, այնտեղ հավաքված շատ մարդկանց վրա, եւ նրանք ասացին, իրոք որ սա Աստծո որդին էր, հավատացին, մենք էլ այդ կաթիլով կարող ենք ասել, իրոք որ Քրիստոս Աստծո որդին է, մեր փրկիչն է, մեր հույսն է, մեր վստահությունն է, մեր ամենամեծ սերն է, եւ այդ սիրով էլ մենք կարող ենք եւ մեզ փոխել եւ աշխարհը փոխել։ Թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի սիրելիներ, որպեսզի մեր ամեն ժամը մեր ականջը բաց պահած սպասենք Տիրոջը։ Նա ասում է. «Արի, բացիր, թույլ տուր, չի ստիպում, չի վախեցնում, չի սարսափեցնում, շանտաժ չի անում, միայն ասում է. բացիր եւ ես ներս կմտնեմ»։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Տիրոջ սերը, շնորհը, խաղաղությունը թող ամենքիդ հետ լինի։
այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։